Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան, Արդարադատության նախարարի հայտարարությունն է։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նախորդ տարվա ընթացքում ահազանգում էին, որ քաղաքական ակտիվ դիրքորոշում ունեցող գործիչները քրեական հետապնդման են ենթարկվում սեփական քաղաքական հայացքների համար։ Արդարադատության նախարարը սակայն վստահեցնում է, որ իրավապահ եւ քննչական մարմինների գործողությունները չունեն քաղաքական ենթատեքստ։ Չի կարելի պատասխանվել քաղաքական հայացքի մարդու ստատուսի, կարգավիճակի ետևում ու կատարել հանցանք կամ ենթադրել հանցանք, այս փուլում դրա մասին ենք խոսում, ու հետո խոսել քաղաքական հետապնդումների մասին։ Քաղաքականությամբ զբաղվելը չի ենթադրում, որ քո կատարած արարքներին պարտադիր պետքա տրվի հետո քաղաքական ենթատեքստ։ Վերջին 1 տարին աչքի է ընկել համացանցում եւ մեդիա այլ միջոցներով արված հայտարարությունների եւ արտահայտությունների համար մարդկանց քրեական հետապնդման դեպքերի առատությամբ։ Իրավապաշտպանների կարծիքով սա այլախոհության դեմ պայքարի ձև է, որը մինչեւ ընտրություններ ավելի հաճախ է սկսելու կիրառվել։ Նախարար Գալյանը վստահ է սակայն, որ որոշ անձինք խոսքի ազատությունը շփոթում են ատելության խոսքի հետ։ Այսօր ատելության խոսքի որոշ դրսևորումների համար կա քրեական պատասխանատվություն։ Բայց բացի սրանից, մենք հիմա հենց այսօր ինձ մոտ վերջնական քննարկում ենք ունենալու նախագծի այն փաթեթի, որը վերաբերում է ատելության խոսքի դեմ պայքարին ու սահմանելու ենք ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտ, նաև ատելության խոսքի զոհ դարձած անձանց համար։ Ատելության խոսքի ընդհանրում է, որ դրություն ուղղված է ինչ-որ մարդկանց խմբին, այսինքն ինքը թիրախային մի անհատի կամ մի քաղաքական գործի, թեկուզ կոշտ, թեկուզ վատ բառով քննադատությունը չի։ Հայաստանում հիմնականում այդ գործերը, որ լինում են, մեծ մասամբ իրենք վերաբերում են կոնկրետ քաղաքական գործին ուղղված ինչ-որ բառերի, ինչ-որ կոշտ արտահայտությունների, հետո այդ ամենը մեկնաբանվում է որպես քաղաքական հիմքով ատելության խոսք։ Մեդիա միջոցներով ոչ միանշանակ խոսքի համատեքստում անցած ժամանակահատվածը նշանավորվել է վարչապետ Փաշինյանի հայտարարություններով, որոնք նա արել է օրինակ սրբազան պայքարի քրեական գործով կասկածյալների վերաբերյալ կամ եկեղեցու հետ հակամարտության ֆոնին։ Դրանք երբեմն ընկալվել են որպես անմեղության կանխավարկածի խախտում կամ հանրության տարբեր շերտերին միմյանց դեմ լարող խոսք։ Եկեղեցականների հետ կապված որոշ ապացույցներ նաև հասանելի են դարձվել հանրությանը եւ մեր սիրելի քաղաքացիները հնարավորություն եւ իրավունք ունեն անելու սեփական հետեւությունները։ Ով է ասել, որ օրինակ եկեղեցականը պետք է իրավունք կամ հնարավորություն ունենա զինված օրինակ հեղաշրջում նախապատրաստելու։ Ով է ասել։ Չգիտեմ, ենթադրել արարք է, բայց մենք մեր դատողություններ կարող ենք անել եւ նաեւ նշել եմ, որ դրանք վճռորոշ չեն, պարտադիր չեն։ Երբ որ գործողություններ են մանավանդ տեղի ունենում ուժային կառույցների, եւ վարչապետը Facebook-ով, այսինքն ուղիղ կարելի ասել իրական ժամանակում գրում է մեկնաբանություններ, դատողություններ, թե դատարանը ինչ կանի, ուժայինները ինչ պիտի անեն կամ ինքը անձամբ ինչ կանի այդ պահին հետապնդվողների հետ, դա ոչ այլ ինչա քան ուղղորդում ուժային կառույցների, դա խախտում է 1000-ի սկզբում սկսած իշխանության տաղանջատումից վերջացրած ուղղակի իշխանության չարաշահում։ Սրփուի Գալյանն անդրադարձել է նախորդ օրերին համանցանցում տարածված տեսանյութին, որտեղ իրավապահը փորձում է կտանքներով ցուցմունքներ կոզել ինչ-որ քաղաքացուց։ Նախարարը խիստ դատապատում է այդ երևույթը եւ անհրաժեշտ է համարում կոշտ արձագանքել, այն է պատժել մեղավորին։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։